Ես պաշտոնապես ասում եմ, պարոն Թորոսյան, որ Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանային անվտանգության բոլոր սպառնալիքները հաղթահարել է եւ կառավարում է, եւ միակ սպառնալիքը, որը կարող է առաջանալ, այդ պատերազմի եռագլուխ կուսակցության եւ նրանց պոչերի գործունեությունն է, որովհետեւ ելի ուզում եմ պարզ հարց տալ, տեսեք խաղաղությունը ինչ հիմքի վրա է կառուցվել։ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը Ալմատայի հռչակագրի հիման վրա ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հիմա շատ եւ խոսքերով եւ սիմվոլիկայով պատերազմի եռագլուխ կուսակցությունը կասկածի տակ է առնում այդ խաղաղության պայմանավորվածությունը։ Հիմա ասենք օրինակ նույն մյուս խմբակցությունը, որ եկավ խորհրդարան, էլի այս նույն դրոշները դնելու է իր սեղանին։ Այդտեղից սկսում է անվտանգային սպառնալիքների գեներացումը, որովհետև ստացվում է, որ խաղաղության համաձայնագրի ճարտարապետությունը Հայաստանի խորհրդանում կա ուժ, որը չի ընդունում։ Հետևաբար սա գեներացնում է սպառնալիք։ Սա շատ ուղիղ գեներացնում է սպառնալիք։ Եվ առաջացնում է ռեակցիաներ։ Եվ մենք պետք է այս պատճառահետևանքային կապերը տեսնենք եւ առերեսվենք այդ պատճառահետևանքային կապերի հետ։ Ես ուղիղ դրա մասին խոսել եմ նախընտրական քարոզչության շրջանում եւ Հայաստանի Հանրապետության ավելի քան 700,000 քաղաքացիներ գնացել են եւ հաստատել են խաղաղության օրակարգին հավատարմությունը եւ սա քաղաքացիների ճնշող մեծամասնությունն է։ Դա ընտրություններում արտահայտված թիվը չի։ Դա քաղաքացիների ճնշող մեծամասնությունն է։ Որովհետև այդ թիվը արտահայտվել է ընտրակաշառքի բերումով, ընտրակաշառքների բերումով։ Եվ Հայաստանի Հանրապետությունը պետք է ինքը իրեն պաշտպանելու լծակներ գտնի։ Դա լրտեսական ցանց է, որը աշխատել է, ընդ որում դե ֆակտո եւ դե յուրե լրտեսական ցանց է։ Եվ այստեղ պետությունը չքմեղանալու ոչ մի առիթ չունի, դրանց պետք է անել արմատախիլ, շատ կոնկրետ ձևերով։ Հակառակ դեպքում, այո, նրանք ամեն ինչ անելու են կոնֆլիկտը վերակենդանացնելու, պատերազմը վերստեղծելու համար։ Մենք հիմա վստահորեն կառավարում ենք իրավիճակը, բայց նաև մեր ժողովուրդը պետք է դրա մասին տեղյակ լինի։ Կարճ ասած, էլի հարցը է սա։ Հիմա այդ ուժերը գալու են Ղարաբաղի շարժումը շարունակելու են, թե չեն շարունակելու։ Իրանք այն ուժը, որը գալիս ասում է նախընտրական շրջանում ասում է մենք 29743 քառակուսի կիլոմետրով չպետք է բավարարվենք, ըստ էության նա հարևաններին պատերազմը հայտարարել արդեն։ Հարևաններին պատերազմը հայտարարել։ Ընդ որում անորոշ հարևանների անորոշ այսինքն տեղի ունենում հարևանների կոնսոլիդացիա մեր դեմ։ Եվ Հայաստանի Հանրապետությունը պետք է ռեակցիա տա։ Հակառակ դեպքում մեզ պետք է ասեն դուք այսինքն համաձայն եք այդ խոսույթի հետ։ Բա ընտրակաշառքով երկիրը բերեն դնեն բանի տակ, հարվածի տակ։ Ու ասենք Հայաստանի որևէ մեկ ուզում է չքմեղանա։ Բերեն օտարերկրյա գործակալին դնեն ցուցակի երկրորդ համար, որ ազգային ժողովի գաղտնի բաները, արձանագրությունները փողով դուրս է տալիս։ Եվ որևէ մեկը պետք է չքմեղանա։ Ու սա ընտրություն չի, սա երեխաների, ոչ, սա միայն ընտրություն չի, սա երեխաների հեղափոխություն է, եւ երեխաների ապագային սպառնացող ցանկացած սպառնալիք պետք է ջարդուփշուր արվի հենց բնում։ Այդ սպառնալիքները անուններ ունեն։ Ռոբերտ Քոչարյան, կալուգացի օլիգարխ եւ բելարուսամետ օլիգարխ։ Պետք է ջախջախվեն իրենց բնում։ Ես էլի ասում եմ այս ամբիոնից, այն քաղաքացիները Հայաստանի Հանրապետության, ես ասում եմ, քանի վարչապետ եմ, ջախջախելու եմ հասցեական դրանց հասցեական ջախջախելու եմ։ Այն քաղաքացիները, որոնք այս գծի հետ համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել Հայաստանի Հանրապետությունում եւ փոխել կառավարությունը։
24 թվին ոնց ասացի, Ղարաբաղի շարժումը չի շարունակվել, ով համաձայն չի, կոչ եմ ընդդիմություն կոչ չի անում դուրս գալ փողոց, ես եմ կոչ անում։ Ասում եմ կալուգացիո լայգախ Ռոբերտ Քոչարյան, բան, այն մեկը, բելարուսացի, ջաղջախելու եմ, անհատապես ջաղջախելու եմ, ու իրանց շոշափուկների և մետաստազներին, ջաղջախելու եմ հասցեական, բոլոր հնարավոր միջոցներով, ով որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից համաձայն չի, հենց այսօրվանից դուրս եկեք փողոցներ հեղափոխություն արեք, այս պրոցեսը ուրիշ ձևով կանգնեցնելու հնարավորություն չկա։